Այսօր մենք ուսումնասիրենք եվրոպական պատմության ամենահետաքրքիր քիչ հայտնի գլուխներից մեկը համեմունքների դերը միջնադարյան Եվրոպայի կյանքում։ Բժշկության մեջ մշակույթում նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ Պատկերացրեք մի սեղան գծված սառը քարե դահլիճում, որը լուսավորված է ջարպամոմերի թույլ լույսով, 1350 թվականն է, սեղանին է մատուցվում եփած ձուկ ծածկված մուգ փոշու բարակ շերտով, բուրմունքն անսխալելի է սպղպեղ։ Այդ բուր աղացած հատիկները անցել են ավելի քան 10,000 կիլոմետր հարավային Հնդկաստանի արադարձային անտառներից անցնելով տասնյակ վաճառականների ձեռքերով, հատելով օվկիանոսներ, անապատներ լեռներ, վերապրելով փոթորիկներ յուրաքանչյուր հատված սահմանին կուտակված մաքսատուրքեր։ Այդ հասարակ ուտեստի վրա հանգչում է մի նյութ, որն ավելի թանկ արժե, քան շատ գյուղացիներ կտեսնեն իրենց ողջ կյանքի ընթացքում։ Սա միջնադարյան Եվրոպայում համեմունքների պատմությունն է, սա միայն համի կամ խոհարարության մասին պատմություն չէ։ Սա պատմություն է իշխանության, հարստության, բժշկության, հավատալիքների մասին, այն մասին, թե ինչպես հեռավոր ու խորհրդավոր երկրներից բերված մի քանի հատիկներ, կեղներ սերմեր փոխեցին միլիոնավոր մարդկանց սնվելու, ապրելու սեփական մարմինը հասկանալու ձը։ Սա մի պատմություն է, որն ի վերջո օգնեց վերագծել աշխարհի քարտեզը։ Հասկանալու համար այն տեղը, որ համեմունքները զբաղեցնում էին միջնադարյան Եվրոպայում, նախ պետք է հասկանալ այդ մոլուցքի մասշտաբները, թվերը տպավորիչ են։ Ամեն տարի Եվրոպան ներկրում էր մոտավորապես 1000 տոննա սպղպեղ, 1000 տոննա գոճապղպեղ։ Մեխակ, մշկնկույզ դարչին միասին վերցրած, այդ ներկրումների ընդհանուր արժեքը հավասար էր մոտ 1,5 միլիոն մարդու հացի տարեկան պաշարի արժեքին, մի ժամանակաշրջանում, երբ բնակչության մեծ մասն ապրում էր գոյատման եզրին, երբ վատ բերքը կարող էր սով նշանակել ամբողջ գյուղերի համար, համեմունքների մեջ ներդրված հարստության քանակը բացահայտում է ինչ-որ խորը բան այդ հասարակության արժեքների առաջնահերթությունների մասին։ Համեմունքները պարզապես բաղադրիչ չէին։ Դրանք կարգավիճակի խորհրդանիշ էին, սոցիալական մարկեր, անտեսանելի սահման նրանց միջ, ովքեր կարող էին իրենց թույլ տալ դա, նրանց, ովքեր չէին կարող։ Մինչ օրս պահպանված միջնադարյան խոհարարական գրքերում համեմունքների առատությունը հաստատում է այս իրողությունը։ Այս ձեռագրերը, որոնք գրված են լատիներեն, ֆրանսերեն, անգլերեն այլ լեզուներով, պարունակում են բաղադրատոմսեր նախատեսված գրեթե բացառապես ազնվականության հարուստ խավերի համար։ Դրանք բարդ ուտեստներ են, որոնք պահանջում են առատ քանակությամբ պղպեղ, դարչին, կոճապղպեղ, մեխակ սաֆրան, սակայն կա մի մանրուք, որը պատմաբանները հաճախ են նշում։ Չնայած էլիտայի խոհարարական արձանագրություններում այս առատ ներկայությանը, հնարավոր չէ հստակ իմանալ, թե որքան ինտենսիվ էր այդ համեմունքների համը վերջնական ուտեստում, եւ դրա պատճառը պարզ է, թե հաճախ անտեսված։ Եվրոպական խոհանոցներ հասնող համեմունքները անցել էին հսկայական հեռավորություններ, հաճախ ավելի քան 8, 9 կամ նույնիսկ 10,000 կիլոմետր։ Այդ ճանապարհորդությունը կարող էր տել ամիսներ, երբեմն ավելի քան 1 տարի։ Այդ ամբողջ ընթացքում համեմունքները ենթարկվում էին տաքության, խոնավության, մշտական տեղափոխման պահպանման վատ պայմանների, դրանցից շատերը Եվրոպա էին հասնում արդեն փոշու տեսքով, ինչն էլ ավելի էր արագացնում բուրավետ ուժի համի գորուստը, եւ կար մեկ այլ խնդիր՝ թերս ավելի լուրջ կեղծումը։ Վաճառականների շրջանում սովորական պրակտիկա էր համեմունքները խառնել ավելի էժան նյութերի հետ վաճառվող քանակն ավելացնելու համար առանց ծախսերի ավելացման։ Փոշի, ալյուր, այլ մթերքների աղացած կեղներ ամեն տեսակ հավելումներ էին ավելացվում համեմունքներին դրանց արտրային շղթայի ողջ ընթացքում։ Այսպիսով, երբ սպղպեղը կամ դարչինը վերջապես հասնում էին եվրոպացի ազնվականի սեղանին, արտադրանքը կարող էր զգալիորեն պակաս ինտենսիվ լինել, քան իր ծագման վայրում։ Բայց նույնիսկ այդպես, նույնիսկ այս անխուսափելի քայքայման դեպքում, համեմունքները պահպանում էին իրենց արտասովոր արժեքը, եւ հասկանալու համար, թե ինչու էր դա տեղի ունենում, անհրաժեշտ է նայել խոհանոցից այն կողմ մտնել մի տարածք, որը միջնադարյան մարդկանց համար անբաժանելի էր սննդից բժշկություն։ Միջնադարյան եվրոպական բժշկությունը հիմնականում հիմնված էր դասական հնությունից ժառանգված մի տեսության վրա, որը սկզբնապես ձագերբվել էր Հիպոկրատի այսպես կոչված բժշկության հոր կողմից, մեր թվարկությունից առաջ մոտ 5-րդ դարում, իսկ հետագայում մշակվել համակարգվել էր Գալենի 2-րդ դարի ազդեցիկ հռոմեացի բժշկի կողմից։ Այս տեսությունը, որը հայտնի է որպես հումորների տեսություն կամ հումորալ տեսություն, գերիշխելու էր եվրոպական բժշկական մտքի վրա ավելի քան 1500 տարի խորապես ծավալելով մարդկանց պատկերացումները առողջության, հիվանդության, սննդի սեփական մարմնի մասին։ Ըստ այս տեսության մարդու մարմինը կազմված էր 4 հիմնական հեղուկներից, որոնք կոչվում էին հումորներ արյուն, դեղին մաղձ, սմաղձ, լորձ, ֆլեգմա։ Այս հումորներից յուրաքանչյուրն ուներ յուրահատուկ հատկություններ, արյունը տաք էր խոնավ, դեղին մաղձը տաք չոր, սմաղձը սառը չոր, իսկ լորձը սառը խոնավ, առողջությունը կախված էր այս 4 հումորների հավասարակշռությունից, երբ դրանք պատշաճ համամասնությամբ էին, մարմինը լավ էր գործում, երբ դրանցից մեկը գերակշռում էր կամ պակասում էր, առաջանում էր հիվանդություն։ Յուրաքանչյուր մարդ ուներ իր սեփական հումորալ գազմությունը, որը որոշում էր ոչ միայն նրա ֆիզիկական առողջությունը, այլ խառնվածքը։ Արյան ավելցուկ ունեցող մարդը սանգվինիկ էր, ուրախ շփվող, դեղին մաղձի գերակշռությամբ մեկը խոլերիկ էր, դյուրագրգիռ հավակնոտ, սմաղձի ավելցուկը ստեղծում էր մելանխոլիկին ինքնամփոփ տխուր, իսկ լորձի ավելցուկը ձնում էր ֆլեգմատիկին հանգիստ անտարբեր։
Այս տեսությունը չսահմանափակվեց հունահռոմեական աշխարհով, իսլամի ոսկեդարի ընթացքում 8-ից 13-րդ դարերում արաբ-պարսիկ բժիշկները կատարելագործեցին Հիպոկրատի Գալենի ուսմունքները, Ավիցեննան, որի բժշկության կանոնը գդառնար պատմության ամենաազդեցիկ բժշկական տեքստերից մեկը, ներառեց հումորալ տեսությունը իր մոնումենտալ աշխատության մեջ. այս աշխատությունները լատիներեն թարգմանվեցին եվրոպացի վանականների գիտնականների կողմից սկսած 11-րդ դարից ձավորելով Մոնպելիեի, Բոլոնիայի, Փարիզի միջնադարյան համալսարանների ուսումնական ծրագրի հիմքը։ Հումորալ տեսությունը դարձավ միջնադարյան եվրոպական բժշկական պրակտիկայի անվիճելի հիմքը։ Եվ հենց այստեղ է, որ համեմունքները հանդես են գալիս վճռորոշ ձով, եթե առողջությունը կախված էր հումորների հավասարակշռությունից, եթե սննդամթերքն ուներ իր սեփական հումորալ հատկությունները, ապա այն, ինչ ուտում էին, սոսկ հաճույքի հարց չէր, դա բժշկական հարց էր։ Յուրաքանչյուր սննդամթերք դասակարգվում էր բժիշկների կողմից ըստ իր հատկությունների տակ, սառը, խոնավ կամ չոր, տավարի միսը սովորաբար համարվում էր սառը չոր, ձուկը սառը խոնավ, միջնադարյան խոհարարի դերը հատկապես ազնվական տներում ավելին էր, քան պարզապես համեղ ուտեստ պատրաստելը, նա բժշկի օգնականն էր, մեկը, ով օգնում էր պահպանել սեղանի շուրջ ուտողների հումորալ հավասարակշռությունը, եւ համեմունքները նրա ամենահզոր գործիքներն էին։ Արելյան համեմունքների մեծ մասը միջնադարյան բժիշկների կողմից դասակարգվում էր որպես տաք չոր, ինչը դրանք դարձնում էր իդեալական հակակշիռ եվրոպական սննդակարգի համար, որը կլիմայի, գյուղատնտեսական պրակտիկայի այն ժամանակվա սննդային սովորությունների պատճառով հակված էր լինել սառը խոնավ, ձկները, որոնք այնքան առատ էին միջնադարյան սննդակարգում կաթոլիկ եկեղեցու կողմից պարտադրված բազմաթիվ պահքի օրերի պատճառով, համարվում էին սառը խոնավ, այսպիսով, ձկան ուտեստին դարչին ավելացնելը, որը դասակարգված էր որպես տաք չոր, պարզապես համի հարց չէր, դա բժշկական դեղատոմս էր, դա հումորալ անհավասարակշռությունը շտկելու միջոց էր, որը այդ սառը խոնավ սննդի սպառումը կարող էր առաջացնել մարմնում։ Այս տրամաբանությունը տարածվում էր գրեթե բոլոր ուտեստների վրա, հենց այդ պատճառով են միջնադարյան բաղադրատոմսերի գրքերը լի համեմունքներով ոչ միայն համի, այլ առողջության համար։ Եվ կարս մեկ տար, որը համեմունքներին տալիս էր գրեթե սրբազան կարգավիճակ միջնադարյան մտքում հավատը, որ դրանք օժտված են բուժիչ ուժերով, որոնք գերազանցում են տեղական բաղադրիչներին։ Այս նախապատվությունը պարզապես գործնական չէր, դրա մեջ կար գրեթե միստիկ չափում։ Միջնադարյան երակայության մեջ համեմունքները գալիս էին հեռավոր արելքից մի վայրից, որը շատերը կապում էին երկրային դրախտի հետ, հավատում էին, որ եթեմը գտնվում էր ինչ-որ տեղ հեռավոր արելքում, որ այնտեղից հոսող գետերը գրում էին այն բույսերը, որոնք աճում էին այդ օրնյալ հողում, համեմունքները, հետաբար, դրախտի բեգորներ էին։ Այս գերբնական աուրան օգնում էր արդարացնել դրանց աստղաբաշխական գները պահպանել մշտական պահանջարկը։ Այժմ, երբ այս նախապատմությունը հաստատված է, հնարավոր է ավելի մոտիկից նայել այն համեմունքներին, որոնք փաստացի հասնում էին միջնադարյան Եվրոպայի սեղաններին ու դեղատներին, հասկանալ այն եզակի դերը, որ նրանցից յուրաքանչյուրը խաղում էր այդ աշխարհում։ Սպղպեղը միջնադարյան համեմունքների թագուհին էր, հարավային Հնդկաստանից սերող այն նինչ պտզբֆ բույսի չհասունացած պտուղն էր։ Սպղպեղը հատիկն էր պատված իր արտաքին շերտով, որը չորանալիս մտնում էր։ Սպիտակը հատիկն էր այդ շերտը հեռացված, ներկրվող բոլոր համեմունքներից պղպեղն ամենաշատ սպառվողն էր հայտնվելով հայտնի միջնադարյան բաղադրատոմսերի կեսում։ 15-րդ դարի Անգլիայում 1 ֆունդը արժեր լոնդոնցի արհեստավորի ավելի քան 2 օրվա աշխատավարձը։ Այդ դարի գողմերը ավելի հարուստ արհեստավորներն ու գյուղացիները սկսեցին փոքր քանակությամբ հասանելիություն ունենալ, ինչը դժգոհություն առաջացրեց ազնվականության շրջանում, որն այս մասսայականացման մեջ տեսնում էր իր արտոնությունների նսեմացում։ Բժիշկները այն դասակարգում էին որպես ծայրահեղ տաք չոր օգտակար ախորժակը խթանելու, մարսողությանը օգնելու, գազերը լուծելու կրծքից լորձը հեռացնելու համար։ Դարչինը հատուկ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում, մինչ 18-րդ դարը իսկական դարչինը աճում էր միայն Ցեյլոն գղզում ներկայիս Շրի Լանկայում։ Այն կարևոր դեր էր խաղում արաբական խոհանոցում, որն ազդել էր եվրոպական գաստրոնոմիայի վրա Պիրենեյան թերագղզու խաչակրած արշավանքների միջոցով։ Միջնադարյան Եվրոպայում այն օգտագործվում էր որպես մի տեսակ համադարման նուտուչջու։ Խոհանոցում այն ավելացվում էր հատկապես սուսներին ձկան ուտեստներին, դրա դասակարգումը որպես տաք չոր դարձնում էր այն կատարյալ լրացում։ Ձկան համար, որը սառը էր խոնավ, արաբ վաճառականները ֆանտաստիկ պատմություններ էին տարածում դրա ձագման մասին։ Ամենահայտնի լեգենդներից մեկը պնդում էր, որ դարչինը հավաքվում էր ջստընթերթ կոչվող առասպելական թռչունների բներից, որոնք կառուցված էին Արաբիայի անմատչելի ժայռերի վրա։ Այն ձեռք բերելու միակ միջոցը թռչուններին մսի մեծ կտորներով գայթակղելն էր, որոնց ծանրությունից բները փլվում էին։ Մեխակը արտասովոր արժեք ունեցող մեկ այլ համեմունք էր, մինչ 18-րդ դարը այն մշակվում էր բացառապես Տերնատե Տիդորե գղզիներում Մոլուչյան գղզիներում, Նոր Գվինեայի ափերի մոտ, 16-րդ դարի Անգլիայում Լոնդոնի նավահանգստի բանվորները նույնիսկ բոնուսներ էին ստանում մեխակով։ Միջնադարյան խոհանոցում այն հայտնվում էր մսի, ձկան պատրաստուկներում, աղանդերներում գոճապղպեղով հացերի մեջ, դասակարգված որպես տաք չոր այն հանձնարարվում էր որպես մարսողական միջոց բերանի շնչառությունը թարմացնող։
Կոճապղպեղը, որը բերվում էր Հնդկաստանից, ամենաբազմակողմանի համեմունքներից մեկն էր, օգտագործվելով որպես դեղամիջոց, որպես համեմունք, այն ավելացվում էր ձկան, հավի ուտեստներին հայտնի կոճապղպեղով հացին նտջջջջջծ, միջնադարյան Եվրոպայի ամենախորհրդանշական քաղցրավենիքներից մեկին։ Բժիշկները այն դասակարգում էին որպես ծայրահեղ տաք չափավոր խոնավ, ինչը նրան տարբերում էր պղպեղից, մինչ վերջինս մարմինը տաքացնում էր արագորեն, կոճապղպեղը դա անում էր ավելի դանդաղ աստիճանաբար, թե կիսում էր դրա բժշկական հատկությունների մեծ մասը։ Մշկնկույզը, տեստֆինջի, մաչիսը, թնչկ ունեն եզակի կապ։ Մաչիսը այն կարմիր թաղանթն է, որը պատում է մշկնկույզի սերմը, մինչ 19-րդ դարի կեսերը երկուսն էլ հանդիպում էին բացառապես բանդագղզիներում մոլության գղզիների հարավում։ Մշկնկույզը Եվրոպայում լայն կիրառություն գտավ 12-րդ դարից սկսած ավելացվելով հատուկ ուտեստների մեջ, ինչպիսիք են եփած ձուկը կոճապղպեղով հացը։ Դասակարգված որպես տաք չոր դրանք համարվում էին օգտակար բերանի շնչառությունը թարմացնելու ստամոքսը հանգստացնելու համար։ Մշկնկույզի արժեքն այնքան բարձր էր, որ դրա գինը կարող էր աճել մինչ 32,000%-ով ծագման վայրից մինչ եվրոպական շուկաներ հասնելը։ Սաֆրանը այն ժամանակ, ինչպես հիմա, աշխարհի ամենաթանկ համեմունքն էր։ Մոտ 70,000 ծաղիկ արտադրում է ընդամենը կես կիլոգրամ։ 13-րդ դարում Եվրոպա ներմուծված այն օգտագործվում էր բացառապես ազնվականության կողմից ցկան, թռչնամսի, ընթեղենի մակարոնեղենի պատրաստուկներում։ Բժիշկները այն դասակարգում էին որպես տաք չոր վերագրելով նրան օգուտներ սրտի, լյարդի, քնի, մարսողության նույնիսկ ծննդաբերության խթանման համար։ 15-րդ դարի Անգլիայում 1 ֆունդը արժեր արհեստավորի 1 ամսվա աշխատավարձը։ Կարթամոնը, որի հայրենիքը Հնդկաստանն է, Եվրոպա էր հասնում փոքր եռանկյունած բարակ կեղով պատիճներով, որոնք պարունակում էին ուժեղ համով ինտենսիվ բուրավեծ սերմեր, թե միջնադարյան բաղադրատոմսերի գրքերում այն այնքան ներկա չէր, որքան պղպեղը կամ դարչինը։ Կարթամոնը հատկապես ջերմ ընդունելություն գտավ սկանդինավյան երկրներում, որտեղ սկսեց լայնորեն օգտագործվել հացերի, քաղցր խմորեղենի աղի ուտեստների մեջ մի խոհարարական ավանդույթ, որը պահպանվում է այդ տարածաշրջանում մինչ օրս։ Համեմը շքչտպտ, թե միջերգրական ծովի հայրենիքն ուներ, հյուսիսային Եվրոպայում հայտնվեց միայն 14-րդ դարում։ Դրա սերմերը տալիս էին տաք, ընկուզային, թեթակի գծու համ ցիտրուսային նոտաներով։ Միջնադարյան Գերմանիայում այն ավելացվում էր տարբեր ուտեստների, մինչդեռ Լեհաստանում այն օգտագործվում էր երշիկների արտադրության աշորայի հացի մեջ որպես քիմիոնի ու դսոմբուձրուն այլընտրանք։ Կուբեբան, որը նա հայտնի է որպես ճավայական պղպեղ, արտադրվում էր Ճավա գղզում, դրա սերմերը, որոնց ցողունները դեռ կպած էին, չորացվում էին արի տակ օգտագործվում միջնադարյան արաբական խոհանոցում, հատկապես համեմունքների տակ խառնուրդներում։ Արաբական ազդեցության միջոցով Կուբեբան իր ճանապարհը գտավ դեպի միջնադարյան եվրոպական խոհանոց բժշկություն։ Այնուամենայնիվ, այն երբեք չհասավ սպղպեղի հանրահայտությանը մնալով որպես խորշային տվից համեմունք, որն ավելի շատ հայտնի էր դեղագործների, քան խոհարարների շրջանում։ Չամանը սթթ, որի հայրենիքը հարավարմտյան Ասիան է, օգտագործվել է բազմաթիվ ուտեստների մեջ հնուց ի վեր Պարսկաստանում, Սիրիայում, Հունաստանում, Հռոմում։ Միջնադարյան եվրոպական խոհանոցում այն ավելացվում էր հողեղեն ջերմ զգացողություն հաղորդելու համար, հատկապես գնահատվելով թանձր ապուրների նթվունչտք մեջ, որոնք կազմում էին առօրյա սննդի հիմքը շատներում։ Գալանգան, որը տեսողականորեն նման է կոճապղպեղին, ուներ մի համ, որը համատեղում էր կոճապղպեղի պղպեղի բնութագրերը ստեղծելով եզակի գծվություն։ Ողջ միջնադարյան Եվրոպայում այն սովորաբար ավելացվում էր ազնվականության հարուստ խավերի համար նախատեսված ուտեստներին։ Բժիշկները այն դասակարգում էին որպես ծայրահեղ տաք չոր հանձնարարում էին սառը ստամոքսը բուժելու համար, որպես մարսողական օգնական բերանի շնչառությունը թարմացնող։ Դրախտի հատիկները դբև ջեմն ու բիֆթը եղեգնանման խոտաբույսի պտուղն էին, չնայած իրենց բնույթին, որը դասակարգվում էր որպես տաք խոնավ, այս հատիկները արտասովոր կերպով հայտնի դարձան ուշ միջնադարյան Ֆրանսիայում։ Դրանց հիշեցնող անունը դրախտի հատիկներ, պատահական չէր, այն արձագանքում էր այն միջնադարյան հավատին, որ ամենաթանկարժեք համեմունքները ծագում էին եթեմից, այդ անունը անշուշտ նպաստում էր նրանց հանդեպ տածած հիացմունքին։ Երկար պղպեղը, որի հայրենիքը հյուսիսարևելյան Հնդկաստանն է, ավելի գծու էր, քան կամ սպիտակ պղպեղը։ Այն իր անունը ստացել էր իր հասկի երկարավուն ձից, որը պարունակում էր փոքրիկ սերմերը։ Միջնադարյան Եվրոպայում այն կարևոր դեր էր խաղում որպես համեմունք, որպես դեղամիջոց նշանակվելով բժիշկների կողմից մի շարք հիվանդությունների համար։ Քունջութը դչբրճթետ, որի հայրենիքը մերձավոր արելքն է, օգտագործվել է իր սերմերի, իր յուղի համար դեռս հին Շումերի Եգիպտոսի ժամանակներից, միջնադարում այն գնահատվում էր իր հարուստ ընկուզային համի համար հաճախ ավելացվելով հացերին։ Միջնադարյան Իսպանիայում արաբական ազդեցության տակ քունջութի սերմերը վերածվում էին թահինի գոչվող մածուկի, որը մեղրի հետ խառնած ստեղծում էր հայտնի քաղցրավենիք։ Շաքարը հատուկ հիշատակման է արժանի։ Միջնադարյան Եվրոպայում այն դիտվում էր որպես համեմունք, ծագելով Նոր Գվինեայից այն միջերգրական ծով ներմուծվեց արաբների կողմից, ովքեր շաքարեղեգ էին մշակում Իսպանիայում, Սիցիլիայում, Կիպրոսում։ Սպառողների մեծ մասի համար այն շքեղություն էր խնայողաբար ցանված քաղցր կամ աղի ուտեստների վրա, կամ համակցված նուշի բրնձի հետ ստեղծելու շքեղ պահքի ուտեստներ։
դասակարգված որպես չափավոր տաք խոնավ այն համարվում էր մեղրից բարձր, օգտակար կրծքի, թոքերի, երիկամների, միզապարկի հետաքրքրական է գիրության համար։ Քրքումը չբեֆթուն, բազմամյա խոտաբույս, որի հայրենիքը Հնդկաստանն է, լայնորեն օգտագործվում էր միջնադարյան Եվրոպայում որպես սաֆրանի այլընտրանք, որն անհամեմատ ավելի թանկ էր։ Դրա հիմնական դերը որպես ներգող նյութ էր, որն ընդունակ էր ստեղծել հարուստ վառ դեղին գույն, որը նմանակում էր սաֆրանի ոսկեգույն երանգը ուտեստներում պատրաստուկներում թույլ տալով ավելի համեստ միջոցներ ունեցող խոհարարներին հասնել բարձր ազնվականության ուտեստների նման տեսողական տեսքի։ Բայց ինչպես էին այս բոլոր համեմունքները հասնում Եվրոպա, համեմունքների ուղիները միացնում էին հարավարելյան Ասիայի ծայրամասերը անցնելով Հնդկաստանով, Պարսկաստանով, Արաբիայով, Հյուսիսային Աֆրիկայով մինչ միջերկրական ծովի նավահանգիստներ։ Դարեր շարունակ արաբ վաճառականները տիրապետում էին միջնորդ արտրին համեմունքները տեղափոխելով ծովային ճանապարհներով Հնդկական օվկիանոսով Պարսից ծոցով կամ ցամաքային ճանապարհներով Արաբիայով միջագետքով մինչ Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Բեյրութի, Հալեպի։ Արտրային գետերը յուրաքանչյուր կանգառում գանձվում էին հարկեր, յուրաքանչյուր միջնորդ ավելացնում էր իր շահույթը։ 1 կիլոգրամ սպղպեղի գինը Հնդկաստանում կարող էր լինել ընդամենը 1 կամ 2 գրամ արծաթ, բայց Հյուսիսային Եվրոպայի սպառողական շուկաներում այն հասնում էր 20 կամ 30 գրամի։ Եվ հենց Վենետիկում էին հատվում բոլոր ուղիները, 11-ից 15-րդ դարերում Վենետիկը տիրում էր դեպի արմտյան Եվրոպա համեմունքների արտրի մենաշնորհին, նրա արտոնյալ դիրքը միջերկրական ծովում, ելքով դեպի Կոստանդնուպոլիս, Ալեքսանդրիա լանտի նավահանգիստներ, վենետիկցի վաճառականներին դարձրեց անվիճելի միջնորդներ արելքի արմուտքի միջ, ստեղծված հարստությունը մոնումենտալ էր ֆինանսավորելով մեծ ջրանցքի պալատները, զարդարուն եկեղեցիները, արվեստը, որոնք քաղաքը դարձրեցին միջնադարյան աշխարհի հրաշալիքներից մեկը։ Արաբ վաճառականները իրենց հերթին ամեն կերպ շահագրգռված էին պահպանել խորհրդավորությունը համեմունքների իրական ծագման վերաբերյալ, եթե եվրոպացիները հստակ իմանային, թե որտեղից են գալիս այդ նյութերը, ինչպես են մշակվում, նրանք կարող էին փորձել ձեռք բերել դրանք անմիջապես շրջանցելով միջնորդներին։ Այդ պատճառով դարեր շարունակ Եվրոպայում շրջում էին ֆանտաստիկ պատմություններ համեմունքների ծագման մասին։ Ասում էին, թե սպղպեղը աճում է թունավոր օձերի կողմից հսկվող ծառերի վրա, պետք է կրակ տալ շրջակա բուսականությանը օձերին վախեցնելու համար, ընդ որում հենց այդ կրակն էր պատասխանատու սպիտակ թարմ պղպեղը սկնջրոտ հատիկների վերածելու համար։ Այս պատմությունները, որքան էլ ֆանտաստիկ լինեին, պահպանվեցին դարեր շարունակ սնվելով եվրոպացի սպառողների արտադրող տարածաշրջանների միջ ուղակի շփման գրեթե իսպառ բացակայությամբ։ Մարգո Պոլոն վենետիկցի ճանապարհորդը, ով 13-րդ դարի վերջին մեկնեց արելք, առաջին եվրոպացիներից մեկն էր, ով նկարագրեց այն հողերը, որտեղ մշակվում էին համեմունքները, նրա պատմությունը եվրոպական մոլուցքի այն աշխարհագրական խորը տգիտության վկայությունն է, որը շրջապատում էր այդ ապրանքների ծագումը։ Սակայն համեմունքների արտրի վենետիկյան համակարգը հավերժ չէր տելու։ 1453 թվականին Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլսի գրավումը արմատապես փոխեց իրավիճակը, օսմանցիները, այժմ վերահսկելով աշխարհի ամենակարևոր արտրային խաչմերուկներից մեկը, սահմանեցին սահմանափակող բարձր հարկեր արմուտքի համար նախատեսված բոլոր ապրանքների վրա։ Ավանդական ուղիներով համեմունքների հասանելիությունը գնալով ավելի թանկ դժվար դարձավ հենց այս խեղդումն էր, որ ցանեց համաշխարհային պատմության ամենամեծ վերափոխումներից մեկի՝ աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանի սերմը։ Ավանդական ուղիներով մատչելի գներով համեմունքներ ձեռք բերելու հնարավորությունից զրկված Պորտուգալիան Իսպանիան ներդրումներ կատարեցին ծովային արշավախմբերի մեջ։ 1488 թվականին Բարտոլոմեու Դիասը շրջանցեց Բարեհուսո հրվանդանը, 1492 թվականին Կոլումբոսը, փնտրելով դեպի Հնդկաստան տանող արմտյան ուղին, գտավ մի ամբողջ մայրցամաք, 1498 թվականին Վասկո դա Գաման ավարտեց ծովային ուղին դեպի Կալիկուտ Հնդկաստան, բացելով ուղիղ ճանապարհ դեպի համեմունքների աղբյուրները։ 1500 թվականից սկսած Պորտուգալիան, իսկ հետո նա այլ տերություններ փորձեցին վերահսկել ոչ միայն Արտուրը, այլ բուն արտադրող տարածքները։ 1511 թվականին Աֆոնսու դե Ալբուկերկեն գրավեց Մալակկան։ Այնտեղից արշավախմբերը 1512 թվականին հասան Բանդա կղզիներ Մշկնկուզի աղբյուրին։ Համեմունքների համար մրցավազքը վերածվել էր գաղութային նվաճման։ Բայց վերադառնալով միջնադարյան սեղանին կա մի ասպեկտ, որը հատուկ ուշադրության է արժանի։ Համեմունքների կաթոլիկ եկեղեցու կողմից պարտադրված պահքի օրերի միջ կապը, միջնադարյան սննդակարգը խորապես ձևավորված էր կրոնական օրացույցով, հավատացյալները պարտավոր էին ձեռնպահ մնալ մսից մեծ պահքի ժամանակ, կրոնական տոների նախօրեին, չորեքշաբթի ուրբաթ օրերին տարվա ընթացքում բազմաթիվ այլ օրերի, այդ առիթներով ձուկը դառնում էր հիմնական սնունդը, եւ քանի որ ձուկը հումորալ տեսությամբ դասակարգվում էր որպես սառը խոնավ, տաք չոր համեմունքները, ինչպիսիք են դարչինը, մեխակը, պղպեղը, դառնում էին ոչ միայն ցանկալի, այլ այն ժամանակվա բժշկական դրամաբանությամբ անհրաժեշտ մարմնի հավասարակշռությունը պահպանելու համար։ Այսպիսով, համեմունքների պահանջարկը սերտորեն կապված էր կրոնական պրակտիկայի հետ, ստեղծելով սպառման մի շրջափուլ, որը նորացվում էր ամեն շաբաթ ամեն լիտուրգիական սեզոնի։ Միջնադարյան դեղատներում ցնոզիով համեմունքները զբաղեցնում էին առաջնային տեղ,
Տեղագործները պահում էին պղպեղի, կոճապղպեղի, դարչինի, մեխակի մշկնկուզի պաշարներ, որոնք չափաբաժնով բաժանվում խառնվում էին հանքանյութերի ու կենդանական ծագման մթերքների հետ տեղամիջոցներ ստեղծելու համար։ Բժիշկները նշանակում էին այս պատրաստուկները բուժելու համար ամեն ինչ մարսողական խնդիրներից մինչ շնչառական հիվանդություններ մելանխոլիա։ Այս դեղամիջոցների հասանելիությունը որոշվում էր սոցիալական վիճակով։ Հարուստների համար ներկրված համեմունքների հիմքով դեղեր, աղքատների համար տեղական խոտաբույսեր, որոնք համարվում էին պակաս արդյունավետ։ Գոյություն ունի մի համար առասպել, որն արժանի է հիշատակման։ Այն գաղափարը, թե համեմունքները քողարկում էին փչացած մսի համը, այս պատկերացումը հերքվել է պատմաբանների կողմից, Նուփարտ Նյպցյունը պնդում է, որ թարմ միս ձեռք բերելը դժվար չէր չափավոր հարուստների համար։ Բացի այդ, հաշվի առնելով համեմունքների գները կասկածելի միսը մեխակով կամ մշկնկուզով փրկելու փորձը կլիներ անհեթեթ վատնում։ Համեմունքները օգտագործվում էին ուտեստները ընդգծելու վերափոխելու համար, ինչպես նա բժշկական ֆունկցիաներ կատարելու համար։ Դարերի ընթացքում համեմունքների արտուրը ձևավորեց համաշխարհային աշխարհաքաղաքականությունը։ Հոլանդացիները անգլիացիները հիմնեցին իրենց արևելահնդկական ընկերությունները վերահսկելով հարավարելյան Ասիայի արտրի հսկայական հատվածներ։ Համեմունքները միջնադարյան արտրի շարժիչը դարձան եվրոպական գաղութատիրության շարժիչը։ Կղզիներ նվաճվեցին, բնակչություններ հպատակեցվեցին, պատերազմներ մղվեցին այն ծառերի վերահսկողության համար, որոնք արտադրում էին մեխակ, մշկնկույզ դարչին։ Ժամանակի ընթացքում, երբ ուղիները բազմապատկվեցին, եվրոպացիները սովորեցին համեմունքները վերատնկել իրենց վերահսկողության տակ գտնվող այլ արադարձային տարածաշրջաններում, գները սկսեցին նվազել։ Սպղպեղը, որը մի ժամանակ փոխանակման միջոց էր հարստության խորհրդանիշ, աստիճանաբար հասանելի դարձավ բնակչության ավելի ու ավելի լայն շերտերին, շաքարը, որը միջնադարյան սեղանին ցանվում էր ոսկու հետ վառվողի խնայողությամբ, վերածվեց այն առատ էժան բաղադրիչի, որը մենք գիտենք այսօր, դարչինը, մշկնկույզը, մեխակը։ Համեմունքներ, որոնք մի ժամանակ կարողությունների արժեք ունեին, որոնք դրդեցին նոր աշխարհների հայտնագործմանը, այսօր կարող են գտնվել ցանկացած սուպերմարկետի դարակում իրենց նախկին արժեքի չնչին մասով։ Եվ այնուամենայնիվ, երբ մենք դարչին ենք ցանում աղանդերի վրա կամ պղպեղ ենք աղում ուտեստի վրա, մենք կրկնում ենք մի ժեստ, որն ունի խորը արմատներ։ Մենք օգտագործում ենք նույն նյութերը, որոնք հատել են օվկիանոսներ, անցել են հարյուրավոր վաճառականների ձեռքերով, կշռվել են միջնադարյան դեղատներում, դրդել են թագավորներին ֆինանսավորել արշավախմբեր դեպի անհայտը։ Միջնադարյան Եվրոպայում համեմունքների պատմություն է այն մասին, թե ինչպես սերմի պես փոքր մի բանը կարող է վերափոխել քաղաքակրթություններ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես համի, առողջության խորհրդավորության ցանկությունը կարող է հատել օվկիանոսներ վերագծել սահմաններ, եւ սա մի պատմություն է, որը մեզ հիշեցնում է, որ պատմության ամենահզոր ուժերը միշտ չէ, որ բանակներն են, երբեմն դրանք պարզապես հատիկներ են։ Եթե այս ճանապարհորդությունը համեմունքների ուղիներով արթնացրեց ձեր հետաքրքրությունը, եթե այս պատմության բուրմունքը մնաց օդում առաջացրեց ավելին իմանալու ցանկություն, ապա մտածեք այս ալիքին բաժանորդագրվելու մասին։ Յուրաքանչյուր բաժանորդագրություն, յուրաքանչյուր հավանում, յուրաքանչյուր մեկնաբանություն, որ դուք թողնում եք, նման է ուտեստին ավելացված մի հատիկ պղպեղի։ Ինքնին փոքր, բայց էական ամբողջին համ տալու համար, մեկնաբանություններում թողեք, թե պատմության որ ժամանակաշրջանն է ձեզ ամենաշատը հիացնում, որ թեման կցանկանայիք տեսնել բացահայտված դեպի անցյալ հաջորդ ճանապարհորդության ժամանակ, եւ մի մոռացեք միացնել զանուցումները, քանի որ ինչպես համեմունքները, որոնք շրջում էին աշխարհով մեկ ճիշտ վայր հասնելու համար, մեր հաջորդ տեսանյութերը կհասնեն ուղիղ ձեզ առանց միջնորդների, առանց ուշացումների, մինչ հաջորդ ճանապարհորդություն։